Չորրորդ. այս տարի բոլորիս գործունեության օրակարգում առաջին տեղը լինելու է գյուղը, գյուղացին և գյուղատնտեսությունը։ Իհարկե խոսքս միայն գյուղատնտեսության նախարարությանը չի վերաբերվում, որովհետև գյուղի խնդիրը միայն գյուղատնտեսության նախարարի խնդիրը չէ։ Բայց իհարկե գյուղատնտեսության նախարարությունը շատ ակտիվ պետք է լինի, մանավանդ որ կառավարությունը գյուղատնտեսությունը համարում է իր գերակայություններից մեկը։ Մենք շատ ավելի կոնկրետ և հասցեական աշխատանք կատարենք։ Մեզնից յուրաքանչյուրը պարբերաբար պետք է այցելի գյուղ, և վարչապետը, և փոխվարչապետը, բոլոր նախարարները։ Ինքս եմ պարբերաբար գնալու գյուղ, զբաղվելու գյուղատնտեսական խնդիրներով, և ինքս եմ որոշ ծրագրեր հսկողության տակ պահելու։ Այդ ծրագրերի արդյունքները պետք է երևան։ Գյուղացին պետք է տեսնի, որ ինքը մենակ չի։ Ինձ համար ընդհանրապես շատ տարօրինակ է, երբ որ գյուղացին հող ունի, բայց աղքատ է։ Որոնք են պատճառները, որոնք ստիպում են մարդուն հող չմշակել։ Եթե մարդը տեսնի, որ հողի վրա աշխատելով ինքը կարողանում է արժանավայել ապրել, մարդիկ աշխատելու են հողի վրա։ Մի ուրիշ խնդիրի վրա եմ ուզում առանձնապես պարոն Կարապետյանի ուշադրությունը հրավիրել։ Բազմաթիվ անգամներ, այդ թվում երբ որ դուք գյուղնախարար չէիք, ինձ ասում էիք, որ գյուղացիները որևէ խնդիր չունեն աճեցրած ապրանքը իրացնելու։ Բայց լավ, ինչու մենք հրապարակավ դրա մասին չենք ասում։ Ինչու վերջ ենք գնում ասում։ Ես որպես գյուղատնտեսության նախարար երաշխավորում եմ, որ ձեր աճեցրած բարիքը անպայման դուք կարողանալու եք սպառել։ Ասեք, եթե այդպես է, եթե այդպես չի, ուրեմն պետք չի այդ խոսակցությունները վարել, այլ պետք է հնարավորությունները մեծացնել վերամշակող արդյունաբերության։ Մանավանդ որ մեր վերամշակված արտադրանքը հեշտությամբ կարելի է արտահանել։ Ես հիշում եմ մի քանի ամիս առաջ, երբ որ ձեր ձեռնարկությունում էի, ասում էիք, որ չեք հասցնում վերամշակել ու արտահանել, որովհետև ներքին շուկայում սպառման ծավալները մեծ են։ Դե մարդկանց ասեք, համոզեք, թող ավելի շատ արտադրեն, որպեսզի ավելի շատ վերամշակեք։ Հինգերորդ, ուզում եմ ես Կենտրոնական բանկի գործունեության հետ կապված մի դիտարկում տալ։ Մեր կենտրոնական բանկը մեր երկրի ամենակայացած կառույցներից է, իր հնարավորություններով, մարդկային ներուժով և այլն։ Եվ բնականաբար, որ Կենտրոնական բանկի գերխնդիրը գների կայունությունն է։ Եվ բազմաթիվ անգամ, պարոն Ջավադյան, ինքներդ եք ինձ ասել, որ ինֆլյացիայի հարցում գյուղատնտեսությունը շատ մեծ նշանակություն ունի։ Բա որ մեծ նշանակություն ունի, ինչու ավելի հետևողականորեն չենք զբաղվում գյուղով։ Գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմամբ։ 6-րդ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել որոշումների կայացման գործընթացի վրա։ Ինչ որ բան փոխելիս բոլորիդ խնդրում եմ, հարցին նայեք բոլոր կողմերից։ Ինչ որ բան փոխելիս ամենից կարևորը անթերի օրենք ձևակերպելը չէ։ Ամենից կարևորը նա է, որպեսզի փոփոխություն առաջարկողը կարողանա պատկերացնել, թե ինչպիսի ազդեցություն է ունենալու այդ փոփոխությունը տարբեր մարդկանց վրա։ Ակնհայտ է, որ փոփոխությունները միշտ ցավոտ են լինում։ Նույնիսկ եթե միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածներում դրանք օգտակար են։ Իհարկե մարդիկ տեսնում են, մարդիկ զգում են, որոշ մարդիկ համբերություն չունեն դրա օգուտները տեսնելու, բայց հանրության մեծ մասը անմիջապես տեսնում է սա օգտակար փոփոխություն է, թե օգտակար փոփոխություն չէ։ Եվ փոփոխությունների ժամանակ բարի ցանկությունները անհրաժեշտ, բայց բավարար պայման չեն։ Ես ուրախ եմ, որ մեր կառավարությունը իրեն անսխալական չի համարում եւ բարբերաբար անդրադառնում է այն որոշումներին, որոնք լուծելով որոշակի խնդիրներ, բայց կողքից այլ խնդիրներ են հարուցում։ Մեր
Լավ քայլերից մեկը կարծում եմ վերջին ժամանակների դա մեր սխալի ընդունումներ եւ ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքի շուրջ զարգացումները բերեցին, կարծում եմ, նորմալ ընթացքի։ Իհարկե պետք էր այդ օրենքը փոխել, որտեղ այդ օրենքը եւ հաստատված կարգը բազմաթիվ սողանցներ էին թողել եւ բազմաթիվ անբարեխիղճ մարդիկ օգտվում էին այդ սողանցներից։ Բայց փակելով այդ սողանցները մենք խնդիրներ հարուցեցինք ազնիվ մարդկանց համար։ Եվ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր զգացին իրենց սխալը եւ ուղղեցին իրենց սխալը։ Ես կարող եմ նաեւ բազմաթիվ այսպիսի օրինակներ բերել։ Սա լավ հատկություն է։ Այսինքն իմ ասածը այն է, որ մեր բոլոր քայլերը, որոնք ուղղված են փոփոխելու իրավիճակը, պետք է կշռադատված լինեն։ Մենք միշտ խոսում ենք հարկային մաքսային համակարգում բարեփոխումների մասին։ Մեկ անգամ եւս կրկնեմ, որ ցանկացած բարեփոխումներ իհարկե ցավոտ են լինում, եւ ես հասկանում եմ պարոն Խաչատրյան մոտեցումները այդ բարեփոխումները առանց ցավի եւ համադրված անցկացնելու ցանկությունը։ Դա ճիշտ մոտեցում է։ Բայց մենք նաեւ պետք է գիտակցենք, որ գալու է մի պահ, որ մենք մտնելու ենք շեշտակի փոփոխությունների փուլ։ Եվ արդեն հիմիկվանից մենք պետք է կարողանանք նախապատրաստվել դրան։ Եթե անհրաժեշտություն կա, ապա մենք պետք է ներգրավենք փորձագետների, որովհետև արագ փոփոխությունները կարող են շոկ առաջացնել եւ իրենց ներսում պարունակում են բազմաթիվ ռիսկեր։ Եվ որպեսզի մենք մեկ քայլ առաջ չգնանք երկու քայլի հետ, մենք պարտավոր ենք բոլոր հնարավորությունն օգտագործելու։ Առանց ամաչելու մենք պետք է դիմենք նաեւ միջազգային կազմակերպությունների օգնության, օժանդակության, որովհետեւ խնդիր այստեղ ես չեմ տեսնում։ Կազմակերպությունները նրա համար են, որպես օժանդակ են զարգացող երկրների։ Պարզ է, որ փոփոխությունների ընթացքում շատ մարդիկ են լինելու, ովքեր փորձելու են անձնական խնդիրներ լուծել, ովքեր փորձելու են քաղաքական խնդիրներ լուծել, ովքեր սուտը ներկայացնելու են որպես բացարձակ ճշմարտություններ, ովքեր փորձելու են վարկաբեկել համակարգը, բայց դրան պետք է հանգիստ եւ հանդարտ վերաբերվել։ Իհարկե, մշտապես փորձելով պատասխանել, եւ դա ոչ միայն պատասխան պետք է լինի, այլ նաեւ ինչ որտեղ պետք է հաշվետվություն լինի կատարված աշխատանքի մասին եւ պետք է թիրախներ իրենց մեջ պարունակեն, թե ինչին ենք մենք ձգտելու։ Եվ հաճախ այդպիսի քննադատությունների մեջ ճշմարտություններ են լինում։ Եվ այս ճշմարտությունները պետք է անպայման օգտագործել։ Մենք պատրաստ ենք ցանկացած բարի խորհուրդ, ցանկացած օգտակար խորհուրդ ընդունելու, բայց ճիշտ խորհուրդ տվողներին, օգտակար խորհուրդ տվողներին մենք պարտավոր ենք ներգրավել մեր աշխատանքներում։